Շումերական ու աքադական բառերն ու բառարմատները այս ուսումնասիրվող նյութի մեջ ինչքանով են զատված միմյանցից ու ինչքանով են ագուցված։ Ուրեմն շումերները եւ աքադները, քանի որ երկար ժամանակ ապրել են նույն տարածքում, մեծ քանակությամբ բաներ են փոխառել, բառեր են փոխառել, բարձա հիմնականում աքադներն են փոխառել, որտեղ իրանք են եկողը եւ պետական գրագրությունը եւ պաշտոնական ծիսական ամբողջ լեզուն շումերերենն էր, հետո իրանք անապատից էին եկել, առանձնապես տես մի տերմինոլոգիա չունեին հացի, քարերի, մետաղների եւ այլնի, մի խոսքով, բայց ամեն դեպքում փոխադարձ ժողովուրդներն իրար հետ ապրում են, բարձր փոխադարձ փոխառություններ կան։ Այսօրվա գիտնականները նույնիսկ աքադերեն բառերը շեղատառով են գրում, որ բանից տարբեր են, շումերերենից տարբեր են, թյուրիմացություն չլինի, բայց այդ ես նոր ասեցի, չէ, այս մածու գրածա իբր աքադերեն է, բայց հայերեն մածու բառն է։ Ուրեմն պատկերացրեք, գրածա թուխ, իբր դա շումերերեն է, նշանակում է թխել, եփել թխել։ Այդ թուխը շումերերենն է, դիմացը գրածա աքադերեն բացատրությունը, եփո, դա եփելն է։ Հայերեն գրափար եփ, սեռական եփո։ Այդ դա դիմացը իբր թե դա աքադերենով բացատրեցին թուխը, թխել է։ Հասկանում եք ինչ է կատարում, երբեմն այդպես բաներ լինում են։